Հայավնաս կարող են լինել։ Մենք միասին դեռ շատ գործ ունենք անել։ 2002-ի այսօրը պատմական է Հայաստանի եւ մամուլի ազատության համար։ Եթերազրկվում է Ամեկ++ հեռուստաընկերությունը։ Ռոբերտ Քոչարյանի նշանակած հեռուստատեսության եւ ռադիոյի անկախանձնաժողովը Ամեկ++-ի զբաղեցրած 37-րդ կապուղին տալիս է ժամանցային ծրագրերի մեջ մասնակցած Շարմ ընկերությանը։ Իմաստային առումով եւ մատուցման ձևով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույսներ շնչեն հեռուստադիտողին։ Ես ասեմ, դատապարտված այս հանձնաժողովը եւ Ռոբերտ Քոչարյանը այս որոշումը։ Ես ես օֆիցիալ ասում եմ, որ սա հետևանքները շատ բարդ են։ Նախորդ օրն արդեն Ամեկ++-ի եթերից տարբեր քաղաքական գործիչներ խոսում էին, որ հեռուստաընկերության եթերազրկումը կսպառնա խոսքի ազատությանը։ Իսկ նույն օրն առավոտյան, երբ դեռ չէր եթերազրկվել Ամեկ++-ը, Ուզբեկստան մեկնելու ճանապարհին Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Ամալյանի հանձնաժողովի դեռևս չկայացրած որոշումը։ Մինչև հիմա 37-րդ կապուղին տնօրինում էր Ամեկ++-ը, հիմա կտնօրինի մեկ ուրիշը։ Տնօրինում էր 37-րդ հաճախականությունը, տնօրինում էր 5 տարի եւ լրացել է այդ տնօրինման ժամկետը օրենքով։ Եվ սրանից սարքել այսպիսի աղմուկ ինձ համար անհասկանալի է։ Դա նույնն է, որ մյուս տարի լրանում են իմ 5 տարվա սահմանադրական այսպես ժամանակահատված եւ ես ասեմ, որ ես կայացած նախագահ եմ եւ նեղանամ, որ ինչի ենք ընտրություն անում, ինչի ենք փորձում ընտրության ճանապարհով նոր նախագահ ընտրել, անհետեթություն եմ։ Ռոբերտ Քոչարյանը դեռ Միջին Ասիայում էր, երբ Ամեկ++-ը եթերային զարկերակի վերջին շնչում էր, ահա այսպես 37-րդ կապուղուց անհետացավ Ամեկ++ հեռուստաընկերությունը։ Եթերազրկման հաջորդ օրերին մայրաքաղաքում տեղի էին ունենում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված հանրահավաքներ։ Միջազգային կառույցները հայտարարեցին, որ Հայաստանը վտանգավոր ճանապարհ է մտնում ազատ խոսքի վրա ձեռք բարձրացնելով։ 17 պատասխանատու լրատվամիջոց հայտարարեց, որ Ամեկ++-ի եթերազրկումով Հայաստանում խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում։ Եթերազրկումից հետո Ամեկ++-ը տարբեր տարիներին մասնակցեց կապուղիների 13 մրցույթի եւ ոչ մեկում չհաղթեց։ Գործը հասավ Եվրոդատարան։ Այստեղ վկայակոչելով մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը ընդունեցին, որ Ամեկ++-ի եթերազրկումով եւ եթեր վերադառնալու հետագա խոչընդոտներով Հայաստանում խախտվել է խոսքի ազատության իրավունքը։ Ի դեպ, տեր դառնալով 37-րդ կապուղում կարճ ժամանակ հետո Շարմ հոլդինգը ազատվեց իր իսկ հիմնած կենտրոն հեռուստաընկերությունից, որը պետք է լիներ մի ուրիշ հեռուստաընկերություն։ 2004-ի ապրիլի 2-ը ողբերգական օր էր։ Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկնում է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակի տարածքում։ Վագոնի 11 ուղևորներից 2-ը տեղում մահանում են, մեկ այլ ուղևոր մահանում է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, 4-ը հիվանդանոցում։